Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դերասան Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են գտնվել մի շարք արտիստներ, կոլեգաներ, հարազատներ, ինչպես նաև անծանոթ մարդիկ, երկրպագուներ, որոնք այս տարիների ընթացքում հետևել են սիրված դերասանի գործունեությանը։ Դերասան Դավիթ Թադևոսյանն, ով այս օրերին Միացյալ Նահանգներից Հայաստան է եկել, ևս մասնակցում էր հոգեհանգստի արարողությանը և լրագրողների հետ զրույցում պատմել է հիշողությունների և այն մասին, որ Արտաշես Ալեքսանյանը նրան դասավանդել է, ապա նաև մի քանի դերակատարումներ ունեցել են միասին, որոնք Դավիթը վստահաբար մինչև իր կյանքի վերջը դրական կերպով հիշելու է, իսկ մենք առաջարկում ենք լսել դերասանի խոսքը։ Պարոն Ալեքսանյանի հետ շփումը ինչպիսին է եղել, ինչ խորհուրդներ են ձեզ տվել եւ ինչ արտիստ այսօր մենք կորցրեցինք։ Մենք մեծ արտիստ ենք կորցրել իրականում, ու ես ցավում եմ, որ մենք կորցնելուց հետո ենք դա զգում։ Ես Ալեքսանյանի հետ տարիներով աշխատել եմ, ինքը ինձ ավագ ընկեր է եղել, դասախոս է եղել, որից ես շատ բան եմ սովորել նկարահանումների ընթացքում, կյանքում, հրաշալի մարդ, հրաշալի, մեծատառով մարդ։ Իսկ բացի լավ դերասան լինելուց, որպես ընկեր, ինչ խորհուրդներ են ձեզ տվել, որ ամբողջ կյանքում պետք է օգտագործեք։ Խորհուրդները շատ են եղել, մեր շփումը ամենօրյա է եղել։ Ընթացիկ այդ շփումներից շատ բան է սովորում, պարտադիր չի բառացի ինչ-որ խորհուրդ տա։ Որ մեկի հետ ապրում ես, մեկի հետ առօրյա կազմում ես, ակամայից լիքը բան սովորում ես։ Իսկ ամենահիշվող դերը ո՞րն է եղել։ Նրա խաղացած, որ դիտել եք եւ հավանել եք, տպավորվել եք։ Շատ են, ես կարող եմ իմ հետի նկարահանումներից հիշել, որոնք մենք միասին ենք եղել Գարեգին Նժդեհը և Հարազատ Թշնամիում, որը ինքը իմ հայրն էր խաղում։ Իրականում մենք իսկապես այդ ֆիլմի շրջանակներում դառանք ընտանիք։ Ու հիմա ես իրոք շատ ցավում եմ այստեղ ու շատ ցավում եմ, որ այսպես իրեն պետք է տեսնել այսքան երկար տարիներ չտեսնելուց հետո։ Վերջին հանդիպումը Մի 5 տարի առաջ։ Իսկ ձեր հանդիպումներում և շփումներում կան դրվագներ, որոնք հիմա կարող եք հիշել և որոնք առավել ցայտուն են ընդգծում նրան որպես անհատականություն։ Այդ դրվագները շատ են, հիմա առանձնացնել չեմ կարող, որովհետև ուղեղս մի տեսակ մթագնացա չեմ կարող, լիքը դրվագներ կա, որ կարելի է պատմել, լիքը լավ օրեր, լիքը պայծառ օրեր, որոնք շատ են եղել, առանձին դրվագ չեմ կարող առանձնացնել։ Իսկ ինչ հետք նա թողեց մեր կինոարվեստի պատմության մեջ։ Շատ մեծ հետք թողեց, ինքը իսկապես լավ դերեր է խաղացել, ինքը հրաշալի դերասան է։ Իր Գարեգին Նժդեհը ինձ թվում է կմնա մեր պատմության մեջ, ինչպես մյուս մնացած մեր մեծ կինոները, որոնք ունենք ու այսօր մինչև հիմա կա մեր կինոդարանում։ Երաժիշտ Արա Գևորգյանը նույնպես ներկա է գտնվել Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությանը։ Նա լրագրողների հետ զրուցել է, պատմել անցած ճանապարհի և ապրած հիշարժան օրերի մասին։ Պարոն Գևորգյան, ինչպիսի դերասան էր Արտաշես Ալեքսյանը եւ ինչպիսի արտիստի կորցրեցինք մենք այսօր։ Եվ առանձնապես նաև մարդ, որովհետև շատ կարևոր է, թե արվեստագետ ներուց բացի ինչպիսի մարդ է, քաղաքացի, քան Արտաշես Ալեքսանյանը արտակարգ դերասան էր, տաղանդավոր, մեր հայ կինոյի լավագույն դերասաններից, հոյակապ մարդ տեսակը, որպես մարդ, ընկեր, ուսուցիչ, քանի որ իր, եթե չեմ սխալվում, արտիստական ստուդիան, դերասանի վարպետություն, դերասանական խոսք, ամեն ինչ ընդեղ սովորեցնում էին և իմ դուստրն էլ հաճախում էր հենց այդտեղ, ու շատ ենք շփվել Արտաշեսի հետ, ես շատ եմ ցավում, ափսոսում եմ, որ երևի վատն է, որ արդեն մենք էլ ենք մեծանում ու շատ հաճախակի սկսում ենք այս
ցավալի տեքստերը արտասանել մեր ընկերների, մեր հայկական գույների։ Ես միշտ ամեն անգամ ասում եմ, մենք մի շատ կարևոր գույն էլ մեր երկրից, մեր քաղաքից պակասեց։ Նա ինքնուրույն դերասան, ինքնուրույն կերպար, իր մարդկային տեսակը բարձր, որակները բարձր։ Ինձ համար ինքը շատ լավ ընկեր, շատ լավ մարդ, իսկ որպես դերասան անփոխարինելի։ Իսկ ամենահիշվող կերպարը ո՞րն է եղել, որ ձեր մեջ տպավորվել է տեսել եք։ Բոլորի մեջ տպավորվել էր Գարեգին Նժդե հենց այդ Նժդեի կերպարը կերտելը իր կողմից եւ ոչ միայն, նաեւ հիշողություն ֆիլմ կա, որտեղ ես էի երաժշտությունը գրել եւ ինքը խաղում էր իր դերը այդ ֆիլմի մեջ եւ ֆանտաստիկ էր խաղում, ֆանտաստիկ։ Այդ ֆիլմը դեռ չի ցուցադրվել։ Այդ ֆիլմի երաժշտությունն էլ ես էի արել, դրա համար ֆիլմը լավ գիտեմ ու իր խաղացած կերպարները բոլորը հիանալի են։ Իսկ ինչու՞ չի ցուցադրվել ֆիլմը կամ Էլ դրա 2 ամիս Վերջին անգամ երբեք խոսել, ինչ է ասել, հիշում եք։ իր այդ խոսել ենք, վերջի անգամ հանդիպել ենք, երևի մի 2 ամիս ներողություն, հունիսի 1-ին։ Եվ շատ տպավորված եմ։ Պատառող չէր, բայց Առողջական խնդիր ուներ, բողոքում էր առողջությունից, այո։ Ես ավել բան ճիշտ ասած էլ չգիտեմ որ ասեմ։ Իսկ ինչպես է նա հարաբերվում նոր սերնդի հետ, ձեր դուստր ինչ հիշողություններ ունի։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի կյանքն ու գործունեությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են եղել։ Նա ամուսնացած էր երկար տարիներ եւ ուներ շատ գեղեցիկ ընտանիք։ Դեռ տարիներ առաջ իր 53-ամյակին Արտաշես Ալեքսանյանը պատմել էր, թե ինչպես է իրեն շնորհավորել կինը, նշելով հետևյալը. Նա ինձ համար կյանքի մի մեծ անակնկալ է։ Նրա հետ ամեն օրս լի է հաճելի ակնթարթներով։ Բարեմաղթանքներ լսեցի նաև գործընկերներիցս, որոնց հետ հարաբերություններն աշխատանքայինից տեղափոխվել են անձնական տիրույթ։ Հիշեցնենք, որ Արտաշես Ալեքսանյանը կյանքից հեռացել է հիվանդանոցում 3 օր այնտեղ գտնվելուց հետո։ Ինչպես արդեն հասցրել ենք տեղեկացնել, լույսի 6-ին լուսադեմին կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի մահվան մասին տեղեկությունը Armenpress-ին հայտնել էր նրա մտերիմ ընկեր Հարութ Բոգարյանը։ 3 օրեր հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 3:55-ին սիրտը կանգ է առել, նշել էր Բոգարյանը։ Այսպիսով, ըստ նրա մտերիմի Արտաշես Ալեքսանյանի մահվան անմիջական պատճառը սրտի կանգն է եղել, այլ մանրամասներ նրա առողջական վիճակի կամ հոսպիտալացման պատճառների վերաբերյալ այս պահին չեն հաղորդվել։ Արտաշես Ալեքսանյանը 65 տարեկան էր։ Նրա մահը մեծ կորուստ է հայկական թատրոնի եւ կինոյի համար։ Star News AM-ը ցավակցում է նրա ընտանիքի անդամներին, հարազատներին եւ գոլեգաներին։